Երբ մենք մտածում ենք հռոմեական կայսրության մասին, մենք պատկերացնում ենք հզոր լեգիոններ, մարմարյա կոլիզեումներ, հաղթական շքերթներ և անգերազանցելի գլոբալ գերիշխանություն։ Իսկ ինչ կասեք, եթե հայտնեմ ձեզ, որ հին աշխարհի իրական ֆինանսական տիրակալների համար Հռոմը ագրեսիվ, քաղաքակիրթ աշխարհի ծայրամասում ապրող տնտեսապես անկայուն մի տերություն էր, և որ կարևոր է, Հռոմի տնտեսությունը թուլանում էր ինչ-որ առումով արտասահմանյան շքեղ մի գործվածքից մոլագար կախվածության պատճառով։ Մի գործվածքից, որն այնքան կարևոր էր, որ վերածվեց համաշխարհային արժույթի, հրահրեց պատմության առաջին հիպերինֆլյացիան և ստիպեց հռոմեական կայսրերին օրենքներ ընդունել, տղամարդկանց արգելելով կրել այն։ Ողջույն։ Ձեզ հետ է Warden Me Project-ը և դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Այսօր մենք խոսելու ենք Մետաքսե ճանապարհների պատմության հերթական դրվագի մասին։ Հասկանալու համար, թե ինչու Հռոմը պատերազմ սկսեց Արևելքի դեմ, նախ պետք է հասկանալ տնտեսական շահերը։ Արևմուտքն իր էությամբ աղքատ էր։ Արևմտյան Եվրոպան խիտ անտառների, ագրարային, ցեղային համայնքների և կապիտալի նվազագույն կուտակումների մի տարածք էր։ Նախքան Արևելքը նվաճելը, Հռոմը տնտեսապես հազիվ էր գոյատևում։ Պլինիուսը գրում է, որ երբ Կարթագենի բանագնացները դիվանագիտական առաքելությամբ այցելեցին Հռոմ, նրանց պատվին տարբեր հռոմեացի սենատորներ իրենց տներում խնջույքներ կազմակերպեցին։ Կարթագենցի բանագնացները հեգնանքով նկատեցին, որ հռոմեացիները երևի երկրագնդի ամենահամերաշխ և սիրող ժողովուրդն են, որովհետև բոլոր խնջույքների ժամանակ ամեն տանը տեսնում էին ճիշտ նույն արծաթե սպասքը։ Նրանք կարծում էին, թե բոլոր հռոմեացիները նույն ճաշակն ունեն։ Իրականում ողջ սենատորական դասի մեջ կար ընդամենը մեկ արծաթե ափսեների և բաժակների հավաքածու։ Սենատորների ծառաները գաղտնի հետնամուտքից դուրս էին վազում և այդ արծաթե սպասքը տնից տուն էին հասցնում նախքան բանագնացների տեղ հասնելը, որպեսզի տվյալ երեկոյի հյուրընկալ սենատորը կարողանար ձևացնել, թե հարուստ է։ Կարթագենցիների համար, ովքեր ամեն օր ոսկե և արծաթե սպասք էին օգտագործում, Հռոմը սարսափելի չքավոր տեսք ուներ։ Ահա թե ինչպիսին էր հզոր Հռոմը նախքան Արևելքի գրավումը։ Բայց Հռոմն ուներ մեկ առավելություն՝ հզոր բանակ։ Իր ռազմական արդյունավետության շնորհիվ Հռոմը միավորեց Միջերկրական ծովի ավազանը, բայց ռազմական հաղթանակն ինքնաբերաբար չի ստեղծում կայուն տնտեսություն։ Բանակ պահելու և այլ ծախսերը փակելու համար անհրաժեշտ էր բարձրարժեք առևտուր և բերի հողերով էֆեկտիվ գյուղատնտեսություն։ Ի վերջո, գումար է պետք զենք և ձիեր գնելու, զորք ունենալու համար, զորքին կերակրել է պետք, զորքին վճարել է պետք, ժողովրդին կերակրել է պետք և այլն։ Տնտեսական խնդիրները գնալով ավելի ու ավելի օրհասական էին դառնում Հռոմի համար։ Մեր թվարկությունից առաջ առաջին դարի վերջին Հռոմը ֆինանսապես հյուծված էր տասնամյակներ տևած արյունալի քաղաքացիական պատերազմներից։ Հռոմեական հանրապետությունը խրված էր պարտքերի մեջ։ Հռոմին անհրաժեշտ էր տնտեսական շարժիչ, և հենց այդ ժամանակ Հուլիոս Կեսարից հետո հայտնվում է Օկտավիանոսը, տաղանդավոր հաշվենկատ երիտասարդ այդ զորավարը, ում պատմությունը հետագայում կճանաչի որպես Օգոստոս կայսր։ Օկտավիանոսը իր լեգիոններին մտցնում է Եգիպտոս և հաղթում Մարկոս Անտոնիոսին և Կլեոպատրային, այսպիսով Հռոմին հպատակեցնելով Եգիպտոսը։ Օկտավիանոսը Եգիպտոս գնաց որպես զորավար, բայց Եգիպտոսից Հռոմ վերադարձավ բոլորովին այլ կարգավիճակով, որպես Հռոմի առաջին կայսր։ Եվ հենց Եգիպտոսի նվաճումը նրան կայսր դարձրեց։ Իսկ ինչու Եգիպտոսը նրան կայսր դարձրեց։ Որովհետև Եգիպտոսը հին աշխարհի ամենահարուստ տերություններից մեկն էր։ Գցելով Նեղոսի հովիտը Հռոմին, Օկտավիանոսը տիրացավ հին եգիպտական գանձարանին և ամբարին։ Եգիպտոսն ուներ հազարամյակների կուտակած ոսկի, գյուղատնտեսական անգերազանցելի ցանց, որն արտադրում էր բավարար հացահատիկ ողջ Հռոմ քաղաքը կերակրելու համար։ Եվ որ կարևոր է, Եգիպտոսն ուներ մուտք դեպի Կարմիր ծովի առևտրային ուղիներ։ Օգոստոս կայսրը բառացիորեն օգտագործեց եգիպտական գանձարանի հարստությունը Հռոմի պարտքերը վճարելու, իր զինվորներին վարձատրելու և հռոմեական արժույթը կայունացնելու համար։ Եգիպտոսի նվաճումը Հռոմին տվեց բավարար կապիտալ տարածաշրջանային խաղացողից գլոբալ գերտերության վերածվելու համար։ Ստանալով Եգիպտոսի հարստությունը, նորաստեղծ հռոմեական կայսրությունն իր հայացքն ուղղեց
էլ ավելի արևելք։ Ընդլայնվելով դեպի Փոքր Ասիա եւ Սիրիա, Հռոմը պարզապես նոր տարածքներ չէր գրավում։ Հռոմը միանում էր արդեն գոյություն ունեցող առևտրային ցանցերին, որոնք Միջերկրական ծովը կապում էին Պարսից ծոցին, Հնդկաստանին և Չինաստանի փակ սահմաններին։ Այն պահին, երբ հռոմեացի վաճառականները գրպաններում ունենալով եգիպտական ոսկին քայլ արեցին դեպի Հին Լևանտ կամ այսօրվա Սիրիա, Լիբանան, Հորդանան, Իսրայելի տարածքները, նրանք տեսան այն ժամանակվա համար գերզարգացած քաղաքներ։ Նրանք գտան համեմունքներ, որոնցով կարելի էր կալվածքներ գնել։ Նրանք տեսան ապակեգործության ապշեցուցիչ նմուշներ և ամենակարևորը, նրանք առաջին անգամ տեսան մետաքսը։ Ժամանակակից մարդու համար դժվար է պատկերացնել, թե որքան արմատական էր մետաքսի առևտուրը։ Մի աշխարհում, որտեղ սովոր էին կոպիտ բրդին, անհարթ ողշին և ծանր կաշվին, մետաքսը պարզապես մի հրաշք էր։ Այն անհավատալի թեթև էր, շողշողուն, զով, Միջերկրական ծովի կիզիչ ամռանը և տաք ձմռանը։ Բայց այն պարզապես գործվածք չէր։ Մետաքսը շատ արագ վերածվեց կարգավիճակի խորհրդանիշի։ Երբ Հռոմում մետաքս էիր կրում, դու պարզապես հարուստ չէիր, դու համարյա աստված էիր մահկանացուների մեջ, դու անձեռնմխելի էիր։ Եվ ինչն ամենահետաքրքիրն է, մետաքսն արագ դադարեց պարզապես շքեղության առարկա լինել և համաշխարհային տնտեսության մեջ ստանձնեց շատ ավելի ազդեցիկ դեր։ Այն դարձավ արժույթ։ Քանի որ մետաքսը չափազանց արժեքավոր էր, թեթև և բոլորի կողմից ցանկալի և ճիշտ պահպանման դեպքում կարող էր շատ երկար մնալ, ապա տրանսեվրասիական առևտրային ուղիների վաճառականները սկսեցին օգտագործել մետաքսի գլանափաթեթները ճիշտ այնպես, ինչպես մենք այսօր օգտագործում ենք $100 թղթադրամները։ Այն դարձավ արժեքի ստանդարտացված միավոր։ Զինվորներին վճարում էին մետաքսով, պայմանագրերը կնքվում էին մետաքսով, կայսրությունները գնվում և վաճառվում էին մետաքսով։ Բայց այս գլոբալ առևտրային համակարգում կար մի մեծ կառուցվածքային թերություն, և Հռոմը դրա տուժող կողմն էր։ Չինաստանը պահպանում էր մետաքսի արտադրության խիստ բացարձակ և մահապատժով պաշտպանված մոնոպոլիա։ Հռոմը չէր կարող մետաքս արտադրել, Հռոմը միայն կարող էր այն գնել, այն էլ արևելքից։ Իսկ ինչպես էր Հռոմը գնում մետաքս։ Հռոմեական ոսկի և արծաթե դրամները տոննաներով ուղարկվում էին կայսրության սահմաններից դուրս առանց վերադարձի հույսի։ Եվ սա կործանարար տնտեսական իրողություն էր։ Հռոմեական վերնախավը պարզապես խելագարվում էր մետաքսի համար։ Թե տղամարդիկ և թե կանայք կրում էին մետաքս։ Հռոմեացի մեծ փիլիսոփա Սենեկան դժգոհում էր, որ մետաքսե հագուստները չեն թաքցնում մարմինը և չեն պահպանում կնոջ համեստությունը։ Ըստ Պլինիոս Ավագի հաշվարկների, Հռոմը տարեկան ավելի քան 100 միլիոն սեստերց ոսկի ուղարկում էր արևելք միայն մետաքս, օծանելիք և շքեղության ապրանքներ գնելու համար։ Սա ահավոր առևտրային դեֆիցիտ էր։ Հռոմը բառացիորեն դատարկում էր սեփական ոսկու պաշարները Հնդկաստանի, Պարսկաստանի և Չինաստանի շուկաներ ուղարկելով ոսկի շքեղության պատրանքը պահպանելու համար։ Բանը նրան հասավ, որ Տիբերիոս կայսրը փորձեց միջամտել։ Նա ընդունեց օրենքներ, արգելելով տղամարդկանց մետաքս կրել, պնդելով, որ դա նվաստացնում է տղամարդկությունը և տղամարդուն դարձնում փափկասուն։ Օրենքները զանգվածաբար արհամարհվեցին։ Արևելյան շքեղության հանդեպ հոգեբանական կախվածությունը նվաճել էր հռոմեացիների միտքը, և սա, ինչպես որոշ մասնագետներ պնդում են, դարձավ Հռոմի անկման հիմնարար պատճառներից մեկը։ Շքեղության ապրանքների ներմուծման համար Հռոմին ոսկի և արծաթ էր պետք։ Հռոմի թանկարժեք մետաղների պաշարները բառացիորեն արտահոսում էին դեպի արևելք։ Կանգնելով կանխիկի լուրջ ճգնաժամի առաջ, Հռոմը դիմեց հուսահատ ճակատագրական քայլի՝ դրամի արժեզրկման։ Նրանք սկսեցին էժան պղինձ և բրոնզ խառնել արծաթե դինարիուսին, այն հիմնական դրամին, որով վճարվում էր կայսրության պաշտպաններին, այսինքն լեգիոններին։ Օգոստոս կայսրի օրոք մետաղադրամը 95% մաքուր արծաթ էր։ Երրորդ դարում մետաղադրամն արդեն 5%-ից էլ պակաս արծաթ էր պարունակում։ Սա հանգեցրեց պատմության առաջին հիպերինֆլյացիային և բնականաբար տնտեսական ճգնաժամին։ Իսկ երբ փլուզվում է արժույթը, դրա հետ մեկտեղ փլուզվում է նաև բանակը։ Հռոմեական լեգիոնները հրաժարվեցին արյուն թափել անարժեք պղնձի համար։ Երբ զինվորները չեն վարձատրվում իրական արժեք ունեցող փողով, ապստամբություններ են բռնկվում։ Զորքը սկսեց հավատարիմ լինել նրան, ով իրական ոսկի էր խոստանում։ Կլիներ դա կայսրը, թե կայսրի հակառակորդը։ Հռոմեական լեգիոններից շատերը պարզապես լքեցին իրենց դիրքերը, սահմանները թողնելով բաց
և վերադարձան դաշտեր որպես ֆերմերներ, միայն թե կարողանան կերակրել իրենց ընտանիքներին։ Հռոմը չընկավ միայն բարբարոսների սրերից, ինչպես մենք հաճախ կարդում ենք պատմության գրքերում։ Հռոմը նախ եւ առաջ ընկավ տնտեսական պատճառներով։ Սա թերևս հին աշխարհի գլխավոր տնտեսական դասն է։ Մեծ կայսրությունները հազվադեպ են կործանվում միայն թշնամու զենքից։ Նրանք նախ կոտրվում են ներսից, տապալվելով հսկայական առևտրային դեֆիցիտների, անվերահսկելի ծախսերի և սխալ տնտեսական կառավարման պատճառով։ Դե ինչ։ Ձեզ հետ էր Word and Me Project-ը և դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Չմոռանաք սեղմել հավանել կոճակը և բաժանորդագրվել այս ալիքին, ինչպես նաև սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումը։ Մինչ նոր հանդիպում, մետաքսե ճանապարհներին։